Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում հուարկավորել են Փամբակ գետում խեղդված 7 տարեկան աղջկան, նրա 13-ամյա քրոջը դեռ փնտրում են։ Զորը մեր զորը շատ բարդ են, ամեն տոն բարդ։ Նորից կրակոցներ Երևանում, վիրավորներ կան Կիլիկիա թաղամասում, հնչած կրակոցների վայրում մի քանի պարկուճներ, գնդակներ ու առնանման հետքեր են հայտնաբերել ոստիկանները։ Ընդդիմության իբր բաժանած ընտրակաշառքների մասին աղմուկ բարձրացնելով Փաշինյանը ցույց է տալիս, որ ցայտնոտնի մեջ է, կարծում է ազգային ժողովի նախկին պատգամավորը։ Չի ստացել այն իրեն անհրաժեշտ բավարար քվեները, որով 100% լեգիտիմության դրոշակը պարզած դուրս կգար ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ, այլ նաև ամբողջ աշխարհի դեմ։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, սահմանադրական մեծամասնություն այդպես էլ չստացած Փաշինյանին կշտամբել են դրսից։ Իրենց սպասվածը չեն ստացել եւ Դիլիջանում հայտնվելը եւ Ալիևի ուղարկած մարդու արչեւ ենթադրաբար հաշվետվություն տալը երևի նաեւ այս բանը ուներ, այս մոտիվացիան ուներ։ Հունիսի 20-ի ամենաթարմ նորություններով եթերում Հայլուրն է, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Հայլուրի հետ զրույցում հայտնել է, որ հայցադիմումով վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿՀ որոշումը պահանջում անվավեր ճանաչել այն, որպես երրորդ կողմ ներգրավվել է դատախազությունը։ Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի դիմումի հիման վրա էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից։ Ռոբերտ Քոչարյանը աբսուրդային էր անվանել իր դեմ հարուցված նոր քրեական գործը ուրբաթ մի քանի լրատվամիջոցների հետ հետընտրական երկրորդ հարցազրույցի ժամանակ։ Նա կարծում է, որ 22 տարվա վաղեմության մի որոշման հիմքով իր դեմ քրեական գործ հարուցելու այլ ընդդիմախոսների դեմ անհիմն վարույթներ նախաձեռնելու պատճառը Փաշինյանի վախերն են։ Հարցազրույցի կարևոր դրվագները Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժում։ Ընտրական աննախադեպ կեղծարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախով ապրել։ Ընդդիմախոսների դեմ անհիմն քրեական վարույթներ նախաձեռնելու հրամաններ է արձակում, կարծում է Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ապացույցը, ասում է, նաև իր դեմ կարվող գործն է 22 տարվա վաղեմության մի որոշման հիմքով։ Գործը ուղղակի աբսուրդային է, ուղղակի շատ արագ, ասենց երկու օրում գործ են ստեղծել։ 2004-ին որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է եղել վավերացնել կառավարության որոշումները եւ ահա դրանցից մեկով վարձակալության է տրվել մաստերկլաս թենիսի տարածքը։ Չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չէր նախատեսում։ Քոչարյանը 22 տարվա հերվից էլ որոշումը հաջողված է համարում։ Իրականում դա այն ժամանակվա կառավարության եւ ամենեստավ որոշումն էր, որովհետեւ այդ որոշման շնորհիվ փրկվեց Տենիսի զարգացման հանգամանք ընդհանրապես հակառակ դեպքում այդ տարածքում երևի մի 4-ին 20 հարկանի շենք կառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը։ Գործի բովանդակությամբ անգամ հետաքրքրված չէ դաշինքի առաջնորդը։ Վստահ է, այս հետապնդմամբ Փաշինյանը կյանքի է կոչում ընդդիմության լիդերներին նստեցնելու նախընտրական առատ խոստումները։ Ընդդիմության վերաբերյալ ուղղակի արտահայտություններ անել, որ կսպանեմ, կնստացնեմ, պատերով կտամ եւ այլն, սա խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, սա խոսում է ուղղակի մարդու հոգեվարքի մասին, հոգեկան վիճակի մասին, կոնկրետ իմ հասցեից մի քանի անգամ ասել է, որ կսպանեմ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գոհ չէ ընտրությունների արդյունքներից, անգամ այն դեպքում, երբ քվեարկության պատկերը ձևավորվել է աննախադեպ բռնաճնշումների միջոցով, վստահ է Քոչարյանը։ Նկատում է, չի եղել ընտրությունները կեղծելու որևէ լծակ, որից չի օգտվել Փաշինյանը։ Եթե մի լրիվ անհայտ մարդ հայտնվեր դաշտում եւ ասեր Թոշակառուններ ջան, 10,000 դրամով ավելացնում եմ։ Վարորդներ ջան, ձեզ բալային համակարգը վերացնում եմ։ Եվ մի շարք այլ քայլերը, որ ուղղակի արձակուրդում գտնվող վարչապետը հայտարարությունները անում էր։ Եվ հայտնվեին եվրոպացի առաջնորդներ, որոնք ասեն, այս տղանը սրանից լավը չկա, հենց ինքը եղավ, դուք դառնում եք եվրո ռեմոնտով Հայաստան։
կրկնեմ, լրիվ անհայտ մարդը երևի կհավաքեր մի քիչ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ Հայաստան դաշինքի առաջնորդը ամենաարտառոցը, սակայն համարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։ Հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետեւյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Իսկ օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Որտեղ ինքը համարում է, որ վերաքվեարկությունը ոնց կոպիտ ասած լավ բան չի։ Սենց տակտիկական բան, ինչ որ տակտիկական վերաքվեարկություն եւ փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը եւ սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ Ինքը ուղղակի կատարել է հանցանք, բոլոր հանձնաժողովի անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա իրենք ցուցում են տալու այդ իր վրա, իր ճնշումների վրա։ Դա խոստովանություն է հանցագործության մասին։ Եվ դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե դա լիներ իսկապես դատախազություն։ Քոչարյանը պնդում է 60,000 քվե է գողացվել։ Փաշինյանը ինչ է ասել, ձեռներս կկտրեմ, մի հատ քվե չեն գողանա։ Հիմա 60,000 քվե ուղղակի գողացել տարա։ 60,000 քվե։ Սա բան է, սա ոչ միայն ամոթ է, սա հանցանք է։ Եվ ստե ես մի կարծիք ունեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է ձևավորվի այս կերպ։ Ընտրությունների այսպիսի արդյունքների համար դրսից կշտամբել են սահմանադրական մեծամասնություն, այդպես էլ չստացած Փաշինյանին, վստահ է երկրորդ նախագահը։ Հնարավոր է դրա համար էր Ալիևը իր օգնական Հաջիևին շտապ ուղարկել Դիլիջան։ Իրենց սպասվածը չեն ստացել եւ Դիլիջանում հայտնվելը եւ Ալիևի ուղարկած մարդու արչև ենթադրաբար հաշվետվություն տալը երևի նաեւ այս բանը ուներ, այս մոտիվացիան ուներ։ Եվ եթե չեմ սխալվում, նաև ազգային ժողովի ամբիոնից ասեց, որ եթե հրավիրեմ, կգնան Բաքու։ Իրեն չեն հրավիրել, իրեն կանչելով են։ Սա այն հարաբերությունները չեն, որտեղ հրավիրում են գործընկերների։ Իրեն կանչելով են կամ չեն կանչելու, այսպես կնագի հրահանգով։ Ինքը տվել է խոստումներ, եւ հիմա իրեն ուղղակի հարցրել են, ասել են դու այդ խոստումների տեր ես, թե տեր չես, ի վիճակի ես անել, թե ի վիճակի չես անել։ Եվ ինքը վազելով գնաց հաշվետվություն տալու համար։ Որ Փաշինյանի վերընտրվելը լեգիտիմ չէ, հստակ է ըստ Հայաստան դաշինքի առաջնորդի։ Քոչարյանը հորդորում է սպասել նոր զարգացումների։ Նա հիշեցնում է, որ 2017-ի ընտրություններում ՀՀԿ-ի համոզիչ հաղթանակից 9 ամիս անց տեղի ունեցավ իշխանափոխություն։ Օրինակ Թունիս 2000 Եթե չեմ սխալվում 10 թվական, Բեն Ալին 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Բեն Ալին փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Վստահ է Քոչարյանը, իշխանափոխություն լինելու է, երբ պատեհ առիթները հանդիպեն միմյանց ու լինի միասնական ընդդիմության արդյունավետ աշխատանք։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հիմա կոչ է անում, եթե համաձայն չէ հեղափոխություն արի։ Ինքն է կոչերով։ Հիմա ես օրինակներ բերելով ցույց եմ տվել, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Չեք բացառում, որ ես չեմ բացառում, որ զարգացումները գնան հենց այդ ճանապարհով։ Իսկապես չեմ բացառում, բայց կրկնեմ այդ միտքը, ըստ տրիգերի հարցը, այդ տրիգերը կրնի թե չէ, եւ եթե տրիգերը կա, ապա քաղաքական ուժերը պատրաստ են թե չէ, այսպես ասենք այդ տրիգերի պարագայում հաջողության հասնել։ Բացառել ոչ մի բան հնարավոր չի, որովհետև այն ինչ ես տեսնում եմ այս խառը, այս տուրբուլենտ վիճակում, ամեն ինչ հնարավոր է։ Մասա կախված է մի շարք գործոններից։ Չեմ կարող ասել, որ հաստատ կլինի, չեմ կարող ասել, որ չի լինի, բայց որ հավանականությունը բավական մեծ է, այո, ես այդ հավանականությունը տեսնում եմ։ Եվ քանի որ հեղափոխություն խոսալուց միշտ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, չէ, թավշյա ոչ բռնի եւ այլն։ Մենք էլ ասենք թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Իսկ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ որոշում կա։ Մանդատները դա այո պայքարի գործիքակազմ է։
եւ տվյալ դեպքում ստացվում է ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանությունը պետք է ստանա մանդատները եւ քրտնինքով եւ տառապանքներով ընդդիմության կողմից ստացած մանդատներից պետք է հրաժարվել։ Սա զուտ տրամաբանության շղթան եմ ուզում նկարագրել, բայց որոշումը չկա։ Մենք պատրաստ ենք եւ այն տարբերակին եւ այն տարբերակին ուղղակի պետք է լինի ընդհանուր որոշում։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ընդդիմության իբր բաժանած ընտրակաշառքների մասին աղմուկ բարձրացնելով Փաշինյանը ցույց է տալիս, որ ցայտնոտի մեջ է, կարծում է ազգային ժողովի նախկին падգամավորը։ Անհանգիստ է նաև Ալիևը, որովհետև ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանը տապալել է Հայաստանում դենացիֆիկացիա անելու նախաձեռնությունը, ըստ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի։ Ընդդիմությունը չի բացառում, որ Սահմանադրական դատարանը կբավարարի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ընդդիմադիրների պահանջը իրավիճակը շտկելու համար Փաշինյանին եւս մեկ շանս տալու համար։ 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով։ Հիանալի ձևով Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է, ըստ էության սա իր վախերի եւ ցայտնոտի հստակ դրսևորումն է։ Փաշինյանի ցայտնոտային վիճակի մեկ բացատրություն ունի ազգային ժողովի նախկին падգամավորը։ Աննա Կոստանյանի կարծիքով ընտրություններից առաջ ՔՊ ղեկավարը Ալիևին վստահեցրել էր սահմանադրական մեծամասնություն է ստանալու, միանշանակ եւ աններգբա։ Նա շատ լավ գիտակցում է, չէ՞, չի ստացել այն իրեն անհրաժեշտ բավարար քվեները, որով 100%-ով լեգիտիմության դրոշակը պարզած դուրս կգար ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ, այլ նաև ամբողջ աշխարհի դեմ։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են, կոտրաստ աշտակի առաջ հայտնված Փաշինյանը փորձում է արդարանալ Ալիևի առաջ, թե 100% օրգանիկ քվե միայն ինքն է ստացել, մյուս ուժերը կաշառել են ընտրողներին։ Եվ այո, ընտրակաշառքով Ընտրակաշառքների մասին աղմկելով Փաշինյանը երկրի թիվ 1 ամբիոնից Ալիևին էր դիմում, ոչ թե հայաստանցիներին, պնդում է Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։ Սահմանադրական մեծամասնություն ստանալու ամբիցիայով ընտրապայքարը սկսած ՔՊ-ն անգամ 50+1 չի ստացել։ Դա ըստ Մուրազիի նշանակում է, որ Փաշինյանի առաջ քաշած օրակարգերն այլևս լեգիտիմություն չունեն։ Փաշինյանի հարցերը շատ ծանր են։ Ինքը Ալիևին էր դիմում, ասում էր փաստորեն, ասում էր, այս ցայները մի նայ, սրանք ընտրակաշառքով են, այսքան Արցախի մասին, այսքան հիշող մարդ չկա։ Աշարքով առել են, այսինքն որտեվ ծանր վիճակում իրեն Փաշինյանին դրել էին այստեղ որպես Հայաստանի ղեկավար, որ ինքը դենացիֆիկացիա անի Հայաստանում, չի ստացվել այդ դենացիֆիկացիան։ Բորիս Մուրազիի կարծիքով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները շոկային են եղել ոչ միայն Ալիևի, այլև Արևմուտքի համար։ Ըստ էության Արևմուտքը հավաքական դժգոհ է այն արդյունքներից, որ արձանագրվել է Հայաստանում։ Ես ընտրության հենց հաջորդ օրվանից ասել եմ, որ բացի նրանից, որ ընդդիմությունը հավաքական իմաստով առաջ դրած խնդիրը չի կարողացել լուծել, մի գլխավոր խնդիր լուծվել է։ Փաշինյանը 50- աջակցություն է ստացել ընտրության արդյունքներով։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մի կարևոր արձանագրում էլ Աննա Կոստանյանն է անում։ Անկամ արտաքին ուժերի չտեսնված աջակցությունը չի փրկել ՔՊ-ին։ Օր չկար, որ արտասահմանցի որևէ պաշտոնյա չմիջամտեր, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին, անվերապահ աջակցություն չհայտներ ՔՊ-ին, նկատում է նախկին падգամավորը։ Եվրոպա-ամերիկյան աջակցությունը ընդամենը քող են, որպեսզի թաքցնեն ռեալ իրական նպատակները, որ կան կուլիսների հետևում։ Թուրքիայի նորից Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները, բազմամիլիոնանոց ծախսերը, որ անում են, խոստումները, որ տալիս են, փաստացի ձախողման բերեցին իրեն, որովհետև ինքը չստացավ իր համար ցանկալի արդյունքը։ Կոստանյանի խոսքով ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումներով ուղեկցված ընտրություններում հայ ժողովրդի զգալի մասը այնպես քվեարկեց, որ ՔՊ-ն մանդատ չստանա Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելու։ Հիմա փաստացի ստացած քվեներով ընդդիմադիր, եթե հավաքական առումով նայում ենք, մոտ 700,000, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում ունի լեգիտիմության խնդիր, որը իրեն թույլ չի տալու ոչ մի ձև այդ պայմանավորվածությունները իրագործել։ Բորիս Մուրազիի համոզմամբ Փաշինյանի ձևավորելիք կառավարությունը հանրային աջակցություն չի ունենալու։ Եվ Ալիևն էլ չի ցանկանա խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի այն ղեկավարի հետ, որը չունի Հայաստանի բնակչության անվերապահ աջակցությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ոչ թե Փաշինյանը, այլ հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքել։ 50-ի դեպքում դա հայ ժողովուրդը չի արդեն։ Իսկ հնարավոր է Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն ստանալու հույսով ՍԴ-ի միջոցով չեղարկել տա հունիսի 7-ի քվեարկության արդյունքը ու նոր ընտրություններ անցկացվեն։ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուն դժվարանում է կանխատեսել, թե ինչ որոշում կընդունի բարձր դատարանը։ Կարծում է, այս պահին Փաշինյանին գուցե գոհացնում է իր վիճակը, բայց դա գոհացուցիչ չէ Մուրազիի բնորոշմամբ Փաշինյանի տերերի համար։ Իսկն իրեն որ մնա, այսպես կառավարությունը կարողանում է ձևավորել թիկնապահներ ունի, աշխատավարձ ունի, թիմին կարողանում է պայել, իրեն այս վիճակը դեռ բավարար է, բայց այլ բան, որ իր տերերին սա բավարար չի, ինքը պարտավորություններ է ստանձնել, որ չի կարող կատարել։ Կարեն Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Հակոբ Բաղդասարյան, Հայլուր։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալ Օղլուն երեկ հայտարարել է, որ առաջիկա 4 տարում ավարտելու են Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը, իսկ Սյունիքով անցնող միջանցքի բացումը սպասվում է մինչև 2030 թվականը։ Գրեթե զուգահեռ Էրդողանի գլխավոր դաշնակից Դևլետ Բահչելին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք կամ այլ արևմտյան անուններ այլևս չկան եւ այսուհետ այդ ճանապարհը կոչվելու է իր իսկական անունով՝ Թուրանի միջանցք։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Արման, ինչու է Անկարան հենց հիմա որոշել բացել խաղաքարտերը։ Խաղաքարտերը բացվում են Թերեզա, որովհետև գլոբալ լոգիստիկան այսօր հայտնվել է կատարյալ ճգնաժամի մեջ։ Թուրքական ազգայնամոլական ուժերի առաջնորդ Դևլետ Բահչելիի հայտարարությունը պատահական չէ։ Ես պեջբերեմ նրա խոսքը, Թուրանի միջանցքը բացվելու է։ Հայաստանը կամ կշարունակի տարուբերվել օկուպացիոն իր հին մենթալիտետի, սփյուռքյան հավակնությունների ու վրեժխնդրության տենչանքի հետևից, կամ կընդունի տարածաշրջանի նոր իրողությունը եւ դուռ կբացի դեպի տևական խաղաղություն։ Բահչելին ուղղակի ձևակերպեց այն, ինչ Անկարան միշտ ունեցել է մտքում։ Նրանց պետք չէ պարզապես տնտեսական ճանապարհ, նրանց պետք է գաղափարական, ռազմավարական միջանցք, որը Թուրքիային ուղղակիորեն կմիացնի թյուրքական աշխարհին, Թուրքեստանին։ Դրա համար էլ կիրառվել է դեռ 20-րդ դարի սկզբից շրջանառվող Թուրանի միջանցք տերմինը։ Բացի այդ, ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանով անցնող հյուսիսային հոսքը պատժամիջոցների տակ է, իսկ հարավային ծովային ուղիները Կարմիր ծովից մինչև Հորմուզի նեղուց պատանդ են տարածաշրջանային բախումներին, ու Անկարան հասկանում է, որ Ասիան Եվրոպային կապող միակ ցամաքային կարճ այլընտրանքը մնում է Սյունիքով անցնող ուղղությունը, որը բեռնափոխադրման ժամկետը կրճատելու է մինչև 14 օր, եւ Հայաստանին հիմա բացահայտ ուլտիմատում է տրվում՝ կամ ընդունել այս նոր իրողությունը կամ մնալ հավերժական մեկուսացման մեջ։ Արման, բայց անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվեց TRIP նախագիծը, որը Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես տարածաշրջանի կայունության երաշխիք, սակայն հունիսի 18-ին ընդամենը 2 օր առաջ Իրանն ու Միացյալ Նահանգները կնքեցին փոխհամաձայնության հուշագիր, որը փաստացի ճանաչում է Իրանի անվտանգային շահերը։ Ինչ է դառնում այս պայմաններում TRIP-ը։ Այս իրողությունը կատարյալ հարված էր Հայաստանի իշխանությունների այն պատրանքներին, թե արտաքին ուժերը կարող են Սյունիքում անվտանգություն երաշխավորել։ TRIP-ը փաստացի վերածվում է աշխարհաքաղաքական ֆանտոմի կամ վիրտուալ նախագծի։ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների ձախողումից եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմակայաններին իրանական արվածներից հետո Վաշինգտոնը ստիպված եղավ գնալ այս հաշտեցման հուշագրին։ Իրանի հյուսիսային սահմանին Սյունիքի հենց այդ հատվածում ամերիկյան կրկնակի նշանակության նախագծի իրականացնելը գոնե առաջիկայում անհնար է, քանի որ Թեհրանը թույլ չի տա նոր լարվածության օջախ իր քթի տակ։ Փաստորեն Իրանը կործանելու նպատակը պարզապես արկածախնդրություն էր, որը եւս մեկ անգամ Հայաստանի իշխանությանը հուշեց, որ խիստ վտանգավոր է մեր երկրում արևմտյան նախագծեր իրականացնելը, հաշվի չառնելով տարածաշրջանային իրական խաղացողների, մասնավորապես Իրանի կենսական շահերը։ Արման, ստացվում է մի իրավիճակ, որի մասին զգուշացնում էին հայկական վերլուծաբանները, որ Դոնալդ Թրամփի ձախողումները տարածաշրջանում շատ թանկ են նստելու, այսպես ասենք, Հայաստանի վրա, եւ հիմա թուրքերը կարծես հասկացել են, որ ամերիկյան հովանոցը այլևս չկա կամ շուտով չի լինի, եւ անմիջապես հրաժարվեցին Թրամփի ուղի տերմինից։ Իսկ ինչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը ընդհանրապես հեռանա այս տարածաշրջանից։
Այո Թերեզա, քանի դեռ Թրամփը Իրանի դեմ ռազմարշավում հաղթական դիրքերից էր հանդես գալիս, թուրքերն ու ադրբեջանցիները ստիպված էին միջանցքը փաթեթավորել արևմտյան կոմերցիոն լեզվով, անգամ այն անվանում էին թրիփ, բայց Միացյալ Նահանգներ Իրան հունիսի 18-ի հուշագրով ըստ էության որոշակիորեն թուլանում է ամերիկյան բրենդը այս տարածաշրջանում։ Համենայն դեպս ըստ թուրքական տեսանկյունի ու Թուրքիան անմիջապես դեն է նետում Վաշինգտոնի պարտադրած տերմինաբանությունը եւ բացահայտ անցնում Թուրանի օրակարգին։ Եթե հիմա, երբ դեռ Թրամփի ազդեցությունը պահպանվում է, թուրքերն արդեն պահանջում են ջնջել Թրամփի ուղի անունը եւ անցնում են ուլտիմատումների, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ կլինի, երբ նա վերջնականապես հեռանա քաղաքականությունից։ Հայաստանը կանգնելու է բացահայտ պանթյուրքիստական էքսպանսիայի առաջ։ Շնորհակալ եմ Արման։ Հարգելի հեռուստադիտողներ, թրիփ նախագծի մասին քննարկում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Շարունակենք Երևանի Սիսավան փողոցում կենցաղային վեճն ավարտվել է կրակոցներով, 4 մարդ վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ, մեկ անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունը դեռ չգիտի վեճի հանգամանքները։ Տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությամբ դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ատրճանակից եւ ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ եւ արնանման հետքեր։ Տարածքում նաեւ կրակոցից վնասված ավտոմեքենա կա։ Փամբակի ջրերում խեղդված 7-ամյա Նարեին այսօր հուղարկավորել են Մոր գյուղում Հովտաշենի գերեզմանատանը։ Հարազատները որոշել են չսպասել երկրորդ աղջկա 13-ամյա Նարինեի որոնումների ավարտին։ Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերով, նավակներով դեռ շարունակում են որոնողական աշխատանքները։ Այսօր հողին են հանձնել Փամբակի ջրերից 4 օր առաջ դուրս բերված 7-ամյա Նարեի մարմինը։ Հոգևորականն եկավ, կարգերեցին, հոգեհանգստի կարգերեցին։ Ամուսնալուծված Մոր հայրական գյուղում Հովտաշենում են ամփոփել երեխայի աճյունը։ Երբ որոնումների երրորդ օրը ծառի արմատներին ու թփերին փաթաթված գտել էին նրան, Մոր խնդրանքով չէին ուղարկավորել։ Հարազատները հույս ունեին, որ շուտ կգտնեն նաև աղջնակի ավագ քրոջ Նարինեի մարմինը ու միասին կուղարկավորեն քույրերին։ Մեր սներտը գոնե 3 օր պահեն, ինչև քրոջը գտնեն։ 3 օր պահել էին։ Չեմ կարծում, որ պահելու խնդիրն եղե, ըստ ընձի մտածեցին, որ կարող է ուշանա, երեխուն էլ պես պահելով երկարիշկան կարելի է պահել։ Փամբակում 6-րդ օրն է փնտրում են 13-ամյա աղջկա մարմինը։ Շատ տեղանք։ ինչով աբարտ առանց։ Ինչով ձորը շատ բարդ են, ամեն տեղ բարդ է։ Այսօր ջրի մակարդակը մի քանի սանտիմետրով իջել է, ջրի հոսքը թուլացել։ Փրկարարներին նաև հայկական Կարմիր խաչն է օգնում։ Խմբի ղեկավարը հիշում է, որ դեպք է եղել, երբ գրեթե մեկ ամիս է պահանջվել մարդուն գետում գտնելու համար։ Ցավոք սրտի 37 տարվա ընթացքում նման դեպքերին մասնակցելուց մի բան պարզ է։ Օրինաչափություն չկա, ինչպես լեռնային գետերին օրինաչափություն չկա, ինչպես լճերին, հա, կարող ես։ Մենք ավելի շատ փորձում ենք ստատիստիկայի, այսինքն բանի վրա աշխատել, որքանով որտեղ է հնարավոր։ Կարող է մեկ տեղով 10 անգամ սանրելով անցնես գետում եւ հաջորդ րոպեին հայտնաբերես։ Արմեն Արաքելյանն ասում է, ցավալի է, որ ողբերգության զոհերն այն բակից են, որտեղ նույն ճակատագրին արժանացած մի տղայի հիշատակին հուշաքար կա դրված։ Երեխաները վստահաբար տեսել են, որ այդ նույն խողովակի վրայով անցնում են նաև մեծահասակները ու չեն գիտակցել, որքան վտանգավոր է այն։ Ես բնությանը չէի մեղադրի, ավելի շուտ մեզ, հա, մեզ, մեր իմացության, մեր վարքականոնների, մեր դաստիարակության, երեխաների դաստիարակության։ Ես բնությանը չէի մեղադրի։ Նման ողբերգություններից հետո հասարակությունը կարծես թափվում է, բայց այդ ազդեցությունը շատ կարճ է տևում։ Ինչպես ասում են հոգեբանները, աստիճանաբար թուլանում է վտանգի զգացումը։ Մասնագետների համար ցավալի է, որ մարդիկ շուտ են մոռանում անգամ իրենց մերձավորների հետ պատահած սարսափելի դեպքերը։ Գայանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Ավտոբուսի մասնակցությամբ հերթական վթարն է եղել Երևանում համար 46 երթուղին սպասարկող ժանգտոնգը գիշերը բախվել է ճանապարհին կայանված զիլին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը հայտնում է, որ կեսգիշերից 5 րոպե անց Զաքարիա Սարգսակի փողոցում է ավտոբուսը բախվել կայանված բեռնատարին։ Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ 36-ամյա Նարեկ Ս-ն, 22-ամյա Էլեն Ե-ն եւ 21-ամյա Նաիրա Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Դիվանագիտական ճգնաժամ է հասունանում Ուկրաինայի եւ Լեհաստանի միջև Վլադիմիր Զելենսկին զրկել են Լեհաստանի պետական սպիտակ արծիվ շքանշանից։ Լեհաստանը կպաշտպանի իր ազգային շահերն ու արժեքները։ Սկանդալի կենտրոնում են հայտնվել Իտալիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը։ Մելոնին պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե Իտալիայի վարչապետն աղաչել է իրեն նկարվել հետը։ Նա պետք է միշտ հիշի, ոչ ես, ոչ Իտալիան երբեք չենք աղերսում։ Եվ 10 օրում երկրորդ անգամ է Շիրակի մարզում ուժեղ կարկտահարություն լինում, Հայկավանում բերք չի թողել հավկիթի չափ կարկուտը, իսկ Գյումրիում ավտոմեքենաներ է ջարդուխուր արել։ Մենք չենք ինչպես անի, մեզ փոխհատուցում տան, չտան խոսքի տաքսուտակ քշվող ավտո։ Եվ այսպես ռուս-ուկրաինական դրոնային հարձակումների ֆոնին առճակատումների նոր օջախներ է բորբոքում Զելենսկին։ Սպառնում է Լուկաշենկոին, թե մեկ շաբաթ ժամանակ ունի Բելարուսի նախագահը ռուսական զինտեխնիկան երկրից հանելու համար։ Զելենսկիի գործողությունները դիվանագիտական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ Ուկրաինայի եւ Լեհաստանի միջև։ Զելենսկին զրկել են Լեհաստանի պետական սպիտակ արծիվ շքանշանից այն բանից հետո, երբ իր հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը կոչել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ լեհերի կոտորածը կազմակերպած շարժման անունով։ 100 անօթաչուներով է վերջին 24 ժամում Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա։ Դրանց 90%-ից ավելին ոչնչացրել են ուկրաինացիները, վստահեցնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Մոսկվան էլ ուկրաինական անօթաչուների հարձակումների մասին է հայտնել։ Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական դրոն են ոչնչացրել երկրի տարբեր շրջաններում։ Հարձակումներն առավել ինտենսիվ են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Վորոնեժի մարզերում։ Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատարի խոսքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է։ Մարզում մեկ կին վիրավորվել է ուկրաինական հարվածից։ Բելգորոդի մարզում Կիևի հարձակումների հետևանքով 2 քաղաքացի է վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Չելյաբինսկի եւ Սվերդլովսկի մարզերում անօթաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով քաղաքային իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին, որ հնարավոր է կապի խափանումներ լինեն։ Դրոնային փոխադարձ հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահը Բելարուսի ղեկավարին մեկ շաբաթ ժամանակ է տվել ու զգուշացրել. Եթե Մինսկը իր երկրի տարածքից չհանի ամենայն հավանականությամբ ռուսական զինտեխնիկան, որի միջոցով հարվածում են ուկրաինական բնակավայրերին, պատերազմի կրակը կհասնի նաև այդ պետություն։ Ուկրաինայի եւ Բելարուսի միջև լարվածության եւ ոչ մի պատճառ չկա։ Այդ ժողովրդի հետ մենք մտերիմ ենք։ Խնդիրներ առաջացնող միակ գործոնը Լուկաշենկոյի, Պուտինի խամաճիկի վերածվելն է։ Երբ Լուկաշենկոն ասում է, որ չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, նա պետք է անկեղծ լինի, գոնե իր սեփական ժողովրդի հետ։ Պատերազմի մեջ կարող է ներքաշվել ոչ միայն ինքը, այլև իր պետությունը։ Մինչ Զելենսկին կոշտ ուղերձներ է հղում հյուսիսային հարևանին, դիվանագիտական ճգնաժամ է հասունանում նաև արևմտյան հարևանի հետ։ Վլադիմիր Զելենսկին զրկել են Լեհաստանի պետական սպիտակ արծիվ շքանշանից։ Մոսկվան քմծիծաղով հայտարարել է, որ Զելենսկին իր բաճկոնին այդ մեդալի փոխարեն կարող է ամրացնել Հիտլերի երկաթե խաչը։ Կարծում եմ գլխավոր հանցագործը հեշտությամբ կգտնի այդ մեդալին փոխարինող Հիտլերի երկաթե խաչը, այն ոսկե կաղնու տերևներով կամրացնի իր կանաչ բաճկոնին։ Լեհաստանի նախկին նախագահի կողմից շնորհված բարձրագույն պարգևից զրկվել է Զելենսկին, քանի որ իր հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անվանել է դեռ 1940-ականներին ստեղծված մի շարժման անունով, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ կոտորել է լեհերին։
Украинская повстанча армия УПА Ուկրաինական ապստամբական բանակը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծանր հանցագործություններ է իրականացրել լեհ ժողովրդի դեմ։ Посполитой подчас Другой войны światowej. Ուկրաինական ստորաբաժանումներից մեկն այդ անունով կոչել է միայն Ուկրաինայի ներքին խնդիրը չէ։ Լեհաստանը կպաշտպանի իր ազգային շահերն ու արժեքները։ Uznał zbrodnie dokonane przez OUN i UPA za ludobójstwo. Լեհաստանի նախագահը, որ պատմաբան է, բազմիցս զգուշացրել էր Կիևին չթարմացնել անցյալի ծանր վերքերը, այլապես հետևանքներ կլինեն։ Զելենսկին ամեն դեպքում համոզված է, որ այդ քայլով Վարշավան միայն հրճվանք է պատճառում Մոսկվային։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական մեհր գործակալությունը գրում է, որ պատճառը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնությունը խախտելն է։ Թեհրանը զգուշացնում է, որ եթե ագրեսիան շարունակվի, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգներն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը։ Իրանը հրադադարի խախտում է համարում հուշագրի ստորագրումից ժամեր անց Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Չնայած տարաձայնություններին Իրանի բանակցային խումբը ժամեր կամ գուցե րոպեներ առաջ ժամանել է Շվեյցարիա ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Ու չնայած Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ավելի վաղ հայտնել էր, որ չի գնալու բանակցություններին, Թրամփը իր բանագնացներ Ուիտկոֆին եւ Քուշներին այդուհանդերձ ուղարկել է Շվեյցարիա։ Թե ովքեր են իրանական կողմի բանագնացները, Թեհրանը չի հայտնում։ Թեման կքննարկենք Հայլուրի վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Սաթենիկ, բարի երեկո։ Բարի երեկո, Թերեզա։ Թվում էր, թե հակամարտությունը դուրս է եկել փակուղուց եւ կարգավորման գործում առաջխաղացում կա։ Ինչ պատահեց, ինչու նախ հայտարարեցին հանդիպման անժամկետ հետաձգման մասին, իսկ այսօր առանց նախապես հայտարարելու տեղեկացնում է, որ այդուհանդերձ տեղի է ունենում այդ հանդիպումը։ Թերեզա, այսօր Պակիստանի ներքին գործերի նախարար Մոսին Նաղվին էր Թեհրանում, ով իրանցի պաշտոնյաների հետ քննարկում էր Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացը։ Հավանաբար նրան հաջողվել է համոզել իրանցի բանագնացներին մեկնել Շվեյցարիա։ Ըստ Ալ Արաբիայի նա իրանցիներին է փոխանցել Լիբանանի վերաբերյալ որոշ ուղերձներ։ Սաթենիկ, ինչու Թրամփն ու Փեզեշքյանը հերավար ստորագրեցին հուշագիրը, մինչդեռ նախատեսված էր, որ այդ ստորագրությունը պետք է տեղի ունենա Շվեյցարիայում։ Եկեք փաստենք, որ կա դրական դինամիկա Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործընթացում։ Իսկ թե ինչու ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրը հերավար, կարծում եմ իրանցիների համար անթույլատրելի է Թրամփի հետ նստել մեկ սենյակում, մեկ սեղանի շուրջ, ում գործողությունների հետևանքով զոհվեց Իրանի հոգևոր առաջնորդը։ Սա կարծում եմ սկզբունքային հարց է Թեհրանի համար։ Բացի դա, եթե հերավար հնարավոր էր ստորագրել հուշագիրը, այսինքն հուշագրի ստորագրումը հերավար հնարավոր էր նախագահների մակարդակով, Փեզեշքյանի եւ Թրամփի, եւ նրանց միջև հուշագրի ներողություն ստորագրումը ել ավելի լրջացրեց հետագա բանակցային գործընթացը։ Կարևոր է նկատել, որ հուշագիրը ստորագրվեց առանց նախնական հայտարարման։ Եվ այո, գաղտնիության սկզբունքը պահեցին կողմերը։ Ես կարծում եմ գաղտնիության պատճառը Իսրայելն էր։ Նեթանյահուն հայտնի է, որ փորձում է ամեն կերպ կանխել Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործընթացում համաձայնագրի կնքումը։ Սաթենիկ, այսինքն ստացվում է, որ Շվեյցարիան նախատեսված հանդիպման տեղափոխումը կապ ունի Հեզբոլլահ-Իսրայել հակամարտության հետ։ Թերեզա, իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իրանցի բանագնացները հրաժարվել են մեկնել Շվեյցարիա Լիբանանի հարավում իրանական հարվածների հետևանքով։ Լիբանանի հարավում ներողություն Իսրայելի հարձակման հետևանքով։ Լիբանանը Իրանի համար մի պատնեշ է, որի արժեքն Իրանում շատ բարձր են գնահատում։ Եթե Լիբանանը չլինի,
Իսրայելի ամբողջ հարվածը կուղղվի Իրանի դեմ, եւ սա Իրանում շատ լավ հասկանում են։ Այդ պատճառով Իրանը չի բանակցում առանց Լիբանանում հրադադարի եւ իր շահերից առանձին կարծես չի դիտարկում։ Սա շատ լավ հասկանում են նաեւ Վաշինգտոնում եւ կարծում եմ պատահական չէ, որ զուգահեռաբար Վաշինգտոնում ընթանում էին Իսրայել-Լիբանան բանակցությունները։ Սաթենիկ փաստորեն Լիբանանի վրա հարձակման պատասխանը Թեհրանը այսօր տվեց ըստ էության, փակելով Հորմուզի նեղուցը։ Ինչ իրավիճակ է Հորմուզի նեղուցում այս պահին։ Հորմուզի նեղուցը փակելով բանակցությունների մեկնարկին Իրանը փափուկ ուժ է կիրառում Միացյալ Նահանգների նկատմամբ։ Կարելի ասել, սա է պատասխանը Լիբանանում Իսրայելի հարվածներին։ Այսինքն դիվիդենդ է շահում այս պահին Շվեյցարիայում ընթացող բանակցություններում։ Այո, ճիշտ ես նկատել Թերեզա։ Շնորհակալ եմ Սաթենիկ։ Հարգելի հեռուստադիտողներ, իրանական թեման քննարկեցինք Հայլուրի վերլուծաբան իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Շարունակենք։ Սկանդալի կենտրոնում են հայտնվել Իտալիայի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը Ջորջիա Մելոնիին հունից հանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իտալիայի վարչապետն աղաչել է իրեն նկարվել հետը։ Ըստ Թրամփի իբր մեծ յոթնյակի ժամանակ է գագաթնաժողովի ժամանակ է Իտալիայի վարչապետն իր հետ նկարվելու անհագ ցանկություն ունեցել։ Մելոնին կոշտ է արձագանքել Թրամփին. «Ոչ ես, ոչ Իտալիան երբեք չենք աղաչում», ասել է նա։ Դիվանագիտական լուրջ բախում, թե մանկապարտեզի կռիվ։ Իտալիայի վարչապետը, որ ընդամենը 1 տարի առաջ ԱՄՆ նախագահի ամենամտերիմ եվրոպացի գործընկերն էր, այսօր խիստ վիրավորված է Թրամփից։ Կան բաներ, որոնց պետք է անմիջապես արձագանքել։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամբողջությամբ հորինված են։ Ես անկեղծորեն ապշած եմ։ Ֆրանսիայի արևելքում Էվիան Լ-Բենում շաբաթասկզբին տեղի ունեցած G7 գագաթնաժողովից հետո Թրամփը իտալական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում ասել է, իբր Մելոնին գագաթնաժողովի ընթացքում աղաչել է իրեն, որ նկարվի հետը։ Ես խղճացի նրան, դրա համար էլ լուսանկարվեցի։ Հավանաբար նա շատ ուրախ էր, որ ես խոսեցի հետը, ասել է Թրամփը։ Չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ, եւ սա առաջին դեպքը չէ։ Ցավալի է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ։ Ընդհակառակը նրանց հանդեպ Դոնալդ Թրամփը հաճախ շատ ավելի զիջող ու հանդուրժող է լինում։ Բայց կա մի բան, որ նա պետք է միշտ հիշի. ոչ ես, ոչ Իտալիան երբեք չենք աղերսում։ Գագաթնաժողովում երկու առաջնորդները մի քանի անգամ նկարվել են միասին, նստել բազմոցին, խոսել, բայց եվրոպացի եւ ամերիկացի ղեկավարների փոխադարձ ժպիտները ինչ-որ լարվածություն էին կարծես թաքցնում։ Մելոնին, որը Թրամփի երթմնակալությանը մասնակցած միակ եվրոպացի առաջնորդն է, ԱՄՆ նախագահի աչքի փուշն է դարձել, երբ քննադատել է նրան Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։ Կարծում էի նա խիզախ է, բայց սխալվել էի, ասել էր Իտալիայի վարչապետը Թրամփի մասին։ Մելոնին նաև քննադատել էր ԱՄՆ նախագահին, երբ նա մեղադրել էր Հռոմի պապին հնցավորության նկատմամբ անտարբեր լինելու համար։ Մելոնի-Թրամփ լարվածությունը չի մնացել անձնական դաշտում։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի այցը ԱՄՆ չեղարկվել է։ Ըստ Տայանիի, Թրամփի կոպիտ եւ վիրավորական արտահայտությունները վիրավորել են Իտալիայի ամբողջ ժողովրդին։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Վերադառնանք հայկական թեմաներին 10 օրում երկրորդ անգամ է Շիրակի մարզում ուժեղ կարկտահարությունը ավերածությունների պատճառ դարձել։ Հայկավանում բերք չի թողել Հավկիթի չափ կարկուտը։ Սուրճի բաժակի չափ է եղել շիրակցիներին պատուհասած կարկուտը։ Ձեռքով ցույց է տալիս Ջիվանը, որի մեքենան լրիվ մետաղի ջարդոնի կվերածվեր, եթե մի քիչ էլ երկար էր կարկտահարությունը։ Տեղ չկա սա վրեն։ Զնակը կողքես Շուշեկինը, Հայլիները, հետևի աբագին, համարներ կորե ես, օրեն կդեպեր է։ Ամբողջությամբ մեքենան վնասվել է։ Չի վնասվել, երևի մենակ ագերը, որովհետև ռեզինից են։ Ջիվանը դաշտում է եղել, երբ երեկոյան 7-ին սկսել է կարկուտը։ Արագ մտել է տրակտորի տակ պաշտպանվելու, բայց չի ստացվել։ Կարկուտի հարվածից Ջիվանի ճակատին վերք է բացվել։ Այդ տրակտորի տակ ժամանակը այդ արանքներից չգիտեմ ինչ ձևի հարված հասավ։ Գյուղացիները լսել են հակակարկտային կայանները անդադար աշխատել են, բայց կարկուտի մեծությունից էր ինչից էր, ոչ մի օգուտ չեն տվել։ Մեր փոքր ամբեր Թուրքիայի կողմից եկավ, չէր պատկերացնել։ Պարզ երկինք, ոչ անձրև, ոչ բան, ոչ քամի։ Մենակ զուտ կարկուտը։ Այն կարկի իր արագությունն, որ ասենք թաց հողի կմնելու ժամանակ ադաշ վերև կթռներ ինքը։
Միայն Հայկավանում 37 մեքենա ավերվել է կարկուտից, վնասվել է ցանքատարածությունների 90%-ը, ասում է Հայկավանի վարչական ղեկավարը։ Պատկերացրեք 540 հեկտարից մեր 60-70 հեկտարը փրկված եղնի չանի, մնացած ամբողջովին գյուղի ունեցվածքը սա վարի գնաց։ Մենք առավոտվանից հաշվարկների մեջ ենք այս արևային այս տակածությունների համար մոտ 320 կոլբայ կոդրվե 6 հատել արևային կայան։ Գյուղացու ունեցվածքը վարի գնաց, բան չմնաց տուն տանելու համար, ասում է Հայկավանի վարչական ղեկավարն ու հույս հայտնում, որ գոնե ապահովագրական ընկերությունների միջոցով ինչ-որ չափով կփոխհատուցվի գյուղացիների վնասը։ Այն ցանկատարությունները, ովքեր ունեն ապահովագրական պայմանագիր, պայմանագրային հիմունքներով փորձագետի գնահատումից հետո կստանան փոխհատուցումներ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել կամ չեն ապահովագրել իրենց տարածքները, իրենք համայնքների կողմից կհաշվարկվենք, պատկերացում կունենանք, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ինչ գումարի, ինչքան վնասի մասին է խոսքը եւ ըստ այդմ հետագա քայլերը բարձ կլինի։ Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ պարզում է գյուղացիների վնասի չափը ոչ միայն Հայկավանում, այլև Ամասիայի մի քանի բնակավայրում։ Լիլիթ Գասպարյան, Խաչատուր Գևորգյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Գյումրիում էլ է մի քանի տասնյակ մեքենաների ապակիներ, տանիքներ ջարդել կարկուտը։ Եղանակը նորից անակնկալներ է մատուցում։ Աննոմալ տեղումներից հետո այսօր հարավ-արևմուտքից հանրապետություն են ներթափանցելու օդային տաք հոսանքներ։ Մասնագետների կանխատեսմամբ տեղ-տեղ 38-ի է հասնելու ջերմաստիճանը։ Մանրամասները ռեպորտաժում։ Գյումրիում ուրբաթ երեկոյան տեղացած կարկուտը մարդիկ դեռ երկար կհիշեն։ Մուշ եւ Անի թաղամասերում տասնյակ մեքենաներ են վնասվել խոշոր կարկուտի հարվածներից։ Ես չեմ տեսել այսպես բան։ Առաջի անգամ այդ չափի կարկուտ տեսանք։ Հավկիթի չափ կարկուտը Արմենի $6000-անոց մեքենան է շարքից հանել։ Մեքենայի արջևի ու հետևի ապակիները փշրվել են, տանիքը փոս է ընկել։ Գարաժի տեղ կուզենք ցեն ախպեր ջան, գարաժի տեղ չկա։ Հմբել են ավտոները դուրս են կանցել։ Մեկը պետք է պատասխան տա թե չէ։ Հիմա երկու ցանկացած ավտոն չսարքեցին, փոխհատուցում չեղավ, դառն շապարդում քաղաքապետարանի դեմը կուկամ։ Բնության անակնկալներից աչք չբացող գյումրեցիները փոխհատուցում են պահանջում, իրենց ապրուստը հոգում են տաքսի վարելով։ Մեքենաների նորոգման ծախսերը միայնակ հոգալ չեն կարող։ Տաքսուտակ քշվող ավտո է խոսքի կարգը մուզեն կապան զանգեն կքսե տասկոպը դերնես թիվը չի համապատասխանի 5 տարեկանից բաղաս ավել ավտո բդերնի Yandex-ի տոգոսները կուտանք հարգերը կուտանք պետական սա մուզումները կենենք մեզ ինչ բդերներ մեր վիճակը ինչ բդերներ Կա ինչ-որ ֆորս մաժորային բան պիտի կիրառվի որովհետև մեր մեքենամ չէ երկուս չէ բոլոր այսպես էս ամբողջ թաղամասերով ջարդեց այս վիճակն է։ Առանց աջակցության այս մարտիկ սովորական մարտիկ են, մեքենան տան համար օգտագործող մարտիկ են։ Առանց աջակցության ինչ սարքեն, մեծ թվեր են։ Ուժեղ կարգտահարությունից հետո այսօր հարավ-արևմուտքից օդային տաք հոսանքներ են ներթափանցել հանրապետություն։ Շիրակում ջերմաստիճանը կարող է հասնել 30 աստիճանի։ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում մինչև 38։ Մասնագետները խորհուրդ են տալիս շատ հեղուկ օգտագործել, մինչև երեկոյան 5-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 10 օր տևողությամբ մոտ ունեցել ենք 38-ից 40 աստիճան, այնպես որ մեկ օր 37-38 է, կարծում եմ դա տանելի է եւ հնարավոր է ինչ-որ ձևի դիմանալ այդ տապին։ Կիզիչ արևին երկար դիմանալու կարիք չի լինի։ Օդերևութաբանների կանխատեսմամբ այսօր հանրապետություն մտած օդային տաք հոսանքներին շուտով կփոխարինեն սառը եւ խոնավ հոսանքները։ Արդեն հունիսի 21-ից Հայաստանում ջերմաստիճանը նորից կնվազի 5-ից 7 աստիճանով, տեղումներ կսկսվեն։ 22-ից 24-ին ունենալու ենք հանրապետության առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք ուղեկցվեն ամպրոպներով, ամպրոպների ժամանակ կդիտվի քամուշ գնացում։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Սոնա Հայրապետյանի խոսքով մեր երկրի համար առանձնապես արտարոց չէ այսպիսի փոփոխական եղանակը հունիսին։ Նման եղանակային պայմանները բնորոշ են, շատ արտարոց չեն, ինչպես շոկը, այնպես էլ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները, որոնք պայմանավորված են մեր մթնոլորտի շրջանառությամբ եւ ռելիեֆի առանձնահատկություններով։ Այսօր երեկոյան լեռնային շրջաններում կարճատև անձրևներ կարող են լինել։
Աննա Գյունազարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Նուրայ Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Եվ վերջում տեղափոխվենք Ասիա, Հարավային Կորեայում լավանդաների այգիներ, իսկ Չինաստանում, երբ նրանք չինական վարդերի դաշտերը տուրիստական նոր թոփ հասցեներ են խոստանում դառնալ։ Հարավային Կորեայում անուշաբույր լավանդայի փառատոնն է։ Ամբողջ աշխարհից միլիոնավոր զբոսաշրջիկներ են հավաքվել շքեղ Մուրեն Գոբիոլու Չեոնջ այգում մանուշակագույն հրաշքը տեսնելու։ Երբեք չեմ իմացել, որ նման վայր գոյություն ունի։ Շատ ուրախ եմ այն բացահայտելու համար։ Եկել եմ մորս հետ վայելելու լավանդայի բույրը եւ թեթևացնելու սթրեսը։ Հակաստրես է լավանդայի բույրը, այն նվազեցնում է անհանգստության զգացումը, թեթևացնում նյարդային լարվածությունը, նպաստում տրամադրության բարձրացմանը։ Դոնգհե քաղաքի լավանդայի այգին հունիսին առանձնահատուկ գեղեցիկ է ու օգտակար։ Լավանդայի յուրահատուկ հոտն ու փարթամ տերևները զբոսաշրջիկներին դրախտ է հիշեցնում։ Դաշտը անսահման գեղեցիկ է ձևավորված։ Հոտը հատկապես հիմա շատ հաճելի է։ Ես խորհուրդ եմ տալիս անպայման գալ այստեղ։ Ամռան սկզբին զբոսաշրջիկների համար առանձնահատուկ գրավիչ տեսարան է Չինաստանի Յունան նահանգում։ Այստեղ 400 հեկտար լեռնալանջը ծածկված է երփներանգ ծաղիկներով։ Կանաչ բլուրների մեջ ծվարած ծաղկային դաշտերից աչք չեն կտրում մարդիկ։ Անծայրածիր ծաղկային մարգագետիններ, գունային բոլոր երանգները մեկ վայրում։ Ես սիրահարվել եմ այստեղին։ Ես սա տեսել եմ ծաղկի խանութներում, բայց այստեղ մի ամբողջ լեռ է ծածկված այս ծաղիկներով։ Ֆանտաստիկ գեղեցիկ է։ Լեռնային զով կլիմայի շնորհիվ Յունանի դրախտավարդերն ամեն տարի հյուսի շրջան են բերում ոչ միայն միլիոնավոր տուրիստների, այլև մարդակերտ բնապատկերները հավերժացնող լուսանկարիչների։ Չինաստանի հարավը արևադարձային կլիմայի շնորհիվ հավակնում է դառնալ ծաղկային էկոտուրիզմի պահանջված ուղղություն։ Աննա Գյունազարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։